կենթանի Քրիստոս, քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքիր իմ մեջ, որպիսի այրի հոգուս ախտերը, սրբի խղճ մտանքը, մաքրի մարմնիս մեղքերը եւ վառի քո գիտության լույսն իմ սրտում, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Սիրելի հավատացյալ, քույրեր եւ եղբայրներ, Տերն ինքը Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ ոչ թե դատելու, այլ փրկելու մեզ։ Նա իր սերը տարածեց ողջ մարդկության վրա, ինչպես կրակը, որ լուսավորում եւ ջերմացնում է։ Նրա սիրո հուրը բորբոքվեց մեր հոգիներում, որպիսի այրի մեղքի կապանքները, մաքրի մեր սրտերն ու առաջնորդի դեպի սրբություն։ Այս աղոթքը մեզ հիշեցնում է, որ առանց Քրիստոսի սիրո մենք տկար ենք, առանց նրա լույսի կույր, առանց նրա ողորմության անօգնական։ Ուստի եկեք խորհենք, թե ինչպես կարող ենք ընդունել եւ պահպանել մեր ներսում այդ աստվածային հրոլույսը։ Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքիր իմ մեջ։ Հիսուսն ասել է. կրակ եկա գցելու երկրի վրա եւ ինչպես եմ ցանկանում, որ այն արդեն բորբոքված լիներ։ Այս կրակը ոչ թե աշխարհիկ կործանման կրակն է, այլ հոգեվոր ջերմություն, Աստծո սիրո լույսն է, որ մեր հոգիներում վառվում է հավատքի, աղոթքի եւ բարի գործերի միջոցով։ Թող այդ սուրբ կրակը բոցավառվի մեր սրտերում, որպիսի չմարենք այն մեղքի սրտով ու անտարբերության, որպիսի այրի հոգուս ախտերը, ինչպես ոսկին հալեցնում է կրակի մեջ, որպիսի մաքրվի խառնուրդներից, այնպես էլ մեր հոգին պետք է մաքրվի Քրիստոսի սիրո օրով։ Մեղքի ախտերը հաճախ մեզ ծանրաբեռնում են, սակայն Աստված միշտ պատրաստ է մաքրել մեզ, եթե հոժարակամ թողնենք, որ նրա շնորհքն աշխատի մեր մեջ։ Սրբի խղճ մտանքը մաքուր խիղճը խաղաղության աղբյուրն է։ Երբ մեղքը ծանրացնում է խիղճը, մենք հեռանում ենք Տիրոջից եւ ապրում տագնապի մեջ։ Բայց երբ Քրիստոսի լույսը պայծառացնում է մեր խղճմտանքը, այն մեզ մղում է ապաշխարության, բարության ու արդարության ուղով։ Թող Տերն օգնի մեզ ազատվել մեղքի բեռից ու վայելել հոգևոր խաղաղություն։ Մաքրիր մարմնիս մեղքերը։ Աստված մեզ ստեղծել է մաքուր եւ սուրբ կյանքով ապրելու համար, սակայն մարմնի ցանկությունները հաճախ մեզ տանում են մոլորության ճանապարհով։ Այս աղոթքը մեզ հիշեցնում է, որ մենք պետք է մշտապես ձգտենք մարմնի ու հոգու սրբությանը, հեռու մնալով մեղքից, անօրենությունից եւ անեծքից։ Երբ Քրիստոսի լույսն ապրում է մեր ներսում, մենք դառնում ենք նրա տաճարը։ Վառի քո գիտության լույսը իմ սրտում։ Սուրբ գրքում ասվում է. քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհի վրա։ Մեր սրտերը պետք է լինեն Աստուծո գիտության տանող ճանապարհը, սիրելիներ։ Երբ նա լուսավորում է մեր հոգին, մենք սկսում ենք հասկանալ ճշմարտությունը, ճանաչել մեր կոչումն ու ճիշտ որոշումներ կայացնել։ Այս լույսը մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք։ Եվ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Ողորմությունը Աստուծո անսահման սիրո արտահայտությունն է։ Մենք բոլորս մեղավոր ենք, բայց Տերը պատրաստ է ներման ու օրհնության։ Ինչպես խոնար Մաքսավոր աղոթեց. Աստված, ողորմիր ինձ մեղավորիս, այնպես էլ մենք պիտի ապավինենք նրա ողորմությանը, վստահ լինելով, որ նա չի մերժի սղջացող սրտին։ Սիրելիներ, Քրիստոսի կրակը, որ նա բորբոքեց այս աշխարհում, մեր սրտերի մեջ պիտի վառվի, մեր խղճմտանքը պիտի սրբի, մեր մեղքերը մաքրի եւ մեր հոգիները լուսավորի։ Եկեք չմարենք այդ կրակը, այլ այն պահենք մշտավոր աղոթքով, ապաշխարությամբ, բարի գործերով ու անսահման սիրով։ Թող Տերը ողորմի մեզ բոլորիս եւ իր լույսը մշտապես պայծառ պահի մեր հոգիներում։ Ամեն։